կարդացել եմ ձեր առաջարկը Ուդրովիքսոնի տարածքները վարձակալությամբ Թուրքիային հանձնելու հարցով։ Ասեք, ինչ ենք անելու մենք, եթե Թուրքիան հրաժարվի վարձակալությամբ վերցնել։ Վարձակալություն դա առաջարկներից մեկն է, դա այն հարցի պատասխանն է, իսկ ինչ պիտի անենք այն 6.5 միլիոն մարդու հետ, որ ապրում են տարածքում։ Դա առաջարկը հետևյալն է, որ եթե նրանք հանդիսանում են Թուրքիայի քաղաքացի, Թուրքիան կարծեմ 13% իր բյուջեի հավաքագրում է այդ տարածքից, թող վճարի այդ բյուջեի իր համախառն ներքին արտադրանքի 13%-ն է, թող մի տոկոսը մեզ վճարի եւ նրանք շարունակեն ապրել։ Եթե Թուրքիան կհրաժարվի դա անելու, ուրեմն թող չվարձակալի։ Թող չվարձակալի, այդ ժամանակ լուծման էլի տարբեր ձևեր կա, սկսած նրան, որ դա կարող է որոշակի միջազգային ադմինիստրացիա հաստատվի եւ այդ ձևով այդ տարածքը կառավարվի, պարտադիր չէ որ դա լինի ուղղակի։ Հիշենք, որ առաջի համաշխարհային պատերազմից առաջ արդեն այդ փորձը արվում էր Հոֆիվ եւ Վեստենեկի գլխավորությամբ, հիշեք, որ պիտի այդ տարածքը բաժանվեր 6 վիլայեթը պիտի բաժանվեր 2 հատվածի եւ նորվեգացի եւ հոլանդացի կառավարիչներ պիտի գան եւ կառավարեն։ Ըստ էության մենք հիմա ինչ ունենք Մուսոյան Հայաստանի տարբերակով, դա դրա ուղիղ կեսն է, այդ 3 վիլայեթներն է։ Ու գումարած տրապիզոնը, որը պարզապես երթրվեց մեզ դեպիցով։ Այսինքն խնդիրը հետեւյալն է, մենք առաջի քայլում անպայմանորեն իրավականորեն պիտի վերահաստատենք մեր իրավունքները, այսինքն ասած թղթի վրա սա մերն է։ Ապա մտնենք ուղղակի բանակցությունների մեջ Թուրքիայի հետ, թերևս տարբեր երկրների միջնորդությամբ եւ մասնակցությամբ գտնելու տարբեր հարցերի փոխադարձ ընդունելի լուծումներ։ Ես ասում եմ տարբեր հարցերի, որտեղ այդտեղ շատ հարցեր կան։ Օրինակ, վերջերս մի ամերիկացի եկել մոտս մի 2 ամիս առաջ, որը լավ ծանոթ էր եւ իրավաբան էր Նյու Յորքից, ես իմ գրածներին, եւ հարց էր տալիս։ Օրինակ, ասում էր, ինչպես պիտի լինի բժշկական ապահովագրության հարցը այդ տարածքում։ Արդյոք պիտի լինի ինչ-որ առանձին բան։ Այն մանրամասնությամբ հարցեր էր ինձ տալի։ Ես ասում եմ, լսեք, ես այդ մանրամասների մեջ չեմ խորացել, բժշկական ապահովություն, դպրոցական կրթության հարցը միասին պիտի լինեն դպրոցները, թե առանձին դպրոցներ պիտի լինեն հայերի թուրքերի համար ու քրդերի համար, բան։ Ասում եմ, դեռ դրան չենք հասել, ասում եմ, դուք կարծում եք մենք այդքան մոտիկ ենք արդեն այդ հարցերը, որ դուք այդ հարցերը, բայց մարդիկ կան, պարզվում որ քննարկում են։ Ասեն մարդիկ կա, որ քննարկում են եւ ամերիկյան պրագմատիզմ, այսինքն ամեն մանրամասները ոնց ասած գլխից քննարկել եւ չթողել հետո դա կա։ Այնպես որ ինձ համար բանաձևն է կարևորը, դե յուրե ամրագրում մեր իրավունքների, մտնել բանակցությունների եւ քայլ առ քայլ որոշակի իրավունքներ ամրագրել։ Օրինակ ես այն նախորդ անգամ էլ ասացի, օրինակ էքստերիտորիալ կապիտալ ներդրումներ կատարելու եւ տնտեսություն վարելու իրավունք։ Այսինքն ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ եթե մենք Երևանում ունենք գրանցված մի որևէ ընկերություն, ասած գլխամասային ընկերությունն է, նա գործունեություն է ծավալում Ույսենյան Հայաստանի տարածքում, բնականաբար ստանում է եկամուտ եւ այլն, ինքը տեղական հարկերը մուծում է տեղում, այսինքն չգիտեմ, ճանապարհների օգտագործման եթե արկա, բայց եկամտահարկը որպես մեկ, այսպես ասած, իրավական անձ վճարում է գլխամասային ընկերություն։ Այդ պարագային մենք հնարավորություն ենք ունենում, օրինակ Վանա լճի ափին կառուցել հյուրանոցներ եւ այդ հյուրանոցների եկամուտը փոխանցել Հայաստանի Հանրապետության բյուջե, որը արդեն հսկայական կբերի տնտեսության զարգացման։ Մենք կարող ենք բանակցել նույն թուրքերի հետ ճանապարհների ազատ անվճար օգտագործման մասին։ Կարող ենք բանակցել, չգիտեմ, նավահանգիստի ինչ-որ մի նավամատույցի օգտագործման։ Այսինքն, եթե մենք ունենք մեր ձեռքին լծակ, որով կարող ենք ազդել թուրքերի վրա, բնականաբար կարող ենք բանակցել։